Երկիր մեդիայի սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիայի եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդումն է եւ այսօր մենք հաշվի առնելով եղանակային պայմանները որոշել ենք մեր այս Աղթալայի Նուրի կենտրոնի սրահում պատրաստել այն, ինչ որ մենք պատրաստվում էինք կազմակերպել բնության գրկում։ Եվ այսօր մենք կպատրաստենք լյարդից կոտլետներ։ Ինչու լյարդից կոտլետներ, որովհետև սա մի մսամթերք է կամ մի ենթամթերք է, ինչպես արդեն ընդունված է ասել, որը չնայած ունի շատ մեծ օգտակար հատկություններ, բայց դժբախտաբար մեր խոհանոցում շատ քիչ է օգտագործվում։ Մենք վերցրել ենք տավարի լյարդ, նրանից կբաժանենք մոտավորապես կես կիլոգրամ։ Բոլորս հիշում ենք, որ դպրոցական դեռ դասագրքերից, որ տաք եւ սառը ջրերի ազդեցությունից ինչպես է մարմինները մեծանում եւ հետո փոքրանում։ Մեր լյարդը հիմա եռացրած ջրի մեջ նրանք կանգնենք։ Ասեմ, որ ինքը շատ արագ թաղանթը դուրս է գալու։ Շտապողականություն այստեղ պետք չէ։ Բաժանում ենք։ Մենք օգտագործում ենք այլևս նոր տիպի դանակ, միջին չափերի կտրատում ենք, որպեսզի այնուհետ իրեն անցկացնենք մսաղացով։ Գիտեք, որ լյարդը ինքը համարվելով ենթամթերք, ընդունված է աշխարհի մի քանի խոհանոցներում, մասնավորապես Հնդկաստան, Անգլիա, Իտալիա եւ Իտալիայում օրինակ մի շատ գեղեցիկ անուն ունի, կոչվում է Fegato alla Venezia, այսինքն լյարդը վենեցիական ձևով, որը օգտագործում են ավելի շատ սող։ Մենք հայերս, գիտեք, լյարդը օգտագործում ենք խոհանոցում, հատկապես տղամարդիկ են սիրում ասել այսպես կոչված իքիբիր, տարբեր խորովածների ժամանակ, այն ինչ որ մենք պետք է այժմ պատրաստենք, կարող են պատրաստել նաև դպրոցականների համար եւ այն համերը, որոնք որ այստեղ մենք կզգանք, իրենք կթուլացնեն այն առանձնահատուկ համը, որ ունենում է մեր քիմքը լյարդի հետ շփվելիս։ Հիմա մենք այն կացկացնենք մսաղացով, տեղափոխում ենք մսաղացի մեջ։ Աշխարհում ցանկացած մսի հետ կա մի բաղադրիչ, որը միշտ կիրառելի է, դա սոխն է։ Մեր էլեկտրաջեռոցին մենք կտեղադրենք մեր պղնձե թավան, իմիջիայլոց այս պղնձե թավան հետաքրքիր պատմություն ունի։ Մեր հաղորդումներից մեկը դիտելուց հետո, երբ որ մեր մոտ տեսել էին այս բրոնզե հավանգը, մեր հեռուստադիտողներից մեկը նվիրել է այս պղնձե կաթսան, ասելով, որ սա ինքը ժառանգել է իր տատիկից եւ որն էլ արդեն ժառանգել է իր տատիկից։ Սա մոտորապես 1828 թվականի կաթսա է եւ բնականաբար այն կրում է այդքան իսկ հիշողություն եւ այդքան իսկ համեր։ Մենք հիմա կավելացնենք խնոց ու կարակ, այստեղ մոտորապես 6 ճաշիկ թալ է։ Կավելացնենք 4 ճաշի քթալ, 94 թեյի քթալ ալյուր, թեյի քթալ ասածը մենք երկու տիպ կա, որ մեկը առանց այս բլրակների, մեկը բլրակների հետ, հիմա մենք 4-ը թեյի քթալ ավելացնում ենք ալյուր, ավելացնում ենք 2 տնական ձու, պիտի ավելացնենք նաև համեմի սերմ, աղ և սև պղպեղ, այն մենք կծեծենք հավանգում։
ծեծում ենք և ավելացնում ենք։ Հիմա մենք ձեռքերով հունցում ենք։ Հիմա վերցնում ենք մեկական ճաշի քթալ և տեղափոխում ենք այնպես, որ իրենք իրար հետ չհապվեն։ Յուրաքանչյուր կողմից ինքը անհրաժեշտ որպեսզի 4-ից 5 րոպե գեղևապատվի, մեկ կողմը գեղևապատվելուց հետո մենք կշրջենք, հետո 7-8 րոպե կթողնենք, որպեսզի ինքը ավելի դանդաղ կրակի վրա, ինքը գա համապատասխան վիճակի։ Այդ վիճակից հետո մենք նրան կարող ենք օգտագործել տարբեր նպատակներով։ Հիմա մենք մեր կոտլետները կամ համբուրգերները տեսեք ինչ գեղեցիկ կերպով շրջում ենք։ Նրանք արդեն իսկ պատրաստ են երկու կողմից մշակվելու։ Մենք վերցնում ենք մեր հայկական լավաշը, ավանդական, թոնրի և ոչ թե համբուրգերի հացը, որը մենք գիտենք, որ այդքան էլ առողջարար չէ։ Հիմա նրա վրա տեղադրում ենք պանիրը, կամ թերևս սկզբից մի փոքր համեմ տեղադրենք, սա կարող ենք այսպես պանիրը կտրում ենք, տեղադրեցինք մեկ կտոր, հետո երկրորդ կտորը, սրա վրա տեղադրում ենք լոլիկ, հրաշալի, մեր դաշտերի լոլիկը ինքնին շատ ավելի լավն է, մի փոքր կտոր պղպեղ և հիմա անցում ենք կատարում մեր լյարդից այս համբուրգերին, տեսնում եք նրա 3 կտոր թերևս դնենք, այսպես շարում ենք և փաթաթում ենք, քանի որ մեր համբուրգերը պետք է մեծ լինի, ստացանք մեր համբուրգերը։ Փայլուն համ ունի, պետք է ասեմ, որ այդ լյարդի սպեցիֆիկ համը մենք այստեղ չենք զգում և նա այս համեմունքների և այս մշակման դեպքում ինքը կարողանում է համը կոտրել այդ սպեցիֆիկ, որ գալիս է երկաթային համից և գեղեցիկ նուրբ համ ենք ստանում։ Շնորհակալություն, կհանդիպենք մեկ շաբաթ անց կրկին անգամ Երկիր մեդիայի եթերում, կրկին անգամ վայելելու մեր լորվա չքնաղ բնությունը և լորվա չքնաղ կերակուրները։